Բարև իմ սիրելիներ, այսօր ես ուզում եմ ձեզ ցույց տամ ֆրանսիական բուկլեն, շատ գեղեցիկ, նուրբ, շատ օրիգինալ զորա, նայեք, պատկերացրեք այդքան էլ դժվար չի գործել է, շատ հաշվարկներ չկա, սխեմաներ չկա, ուրեմն հավաքում ենք 22 հատ, առաջին շարքը ու բոլոր կենտ շարքերը մենք գործում ենք թարս, դե ես արդեն թարսը գործել եմ, երկրորդ շարքը ուշադիր եղեք, 1-ից 3 պետլյա պիտի գործենք, ուրեմն առաջինը 1, 2 ու 3, հիմի 3 հատ իրար հետ թարս, հետո էլի 1, 2, 3, հետո էլի 3 հատ թարս, իրար հետ էլի, 1, 2, 3, մեկ, երկու, երեք, վերջինը թարս, այս զույգ շարքն է, գործում ենք լրիվ թարս, Այդ ֆրանսիական բուկլեն գարնանային կոֆտочկեքի վրա շատ գեղեցիկ կերևա, եթե ասենք բարակ թելով գործեք, ցամսի նման շատ օրիգինալ բան է ստացվում, հիմա նենց պիտի անենք, որ շախմատի նման ստացվի, դրա համար ինչ ենք անում, առաջինը հանում ենք, հիմա արդեն սկսում ենք 3-ը իրար հետ թարս, այն մի պետլյան, որ մենք 3 իրար հետ գործել էինք, հեսա նայեք,
Այդ դրա վրա մենք հավաքում ենք 3 հատ։ Հեսա, էլի այդ Պետրյանը։ Հետո էլի 3 հատ իրար հետ։ Դա էլի 3 հատ իրար հետ։ Այս մեկի վրա էլի 3 հատ հավաքում ենք։ Հիմի գործում ենք թարս, ամբողջ շարքը։ Ամբողջ խեման սա է, հետո էլի ոնց որ են սկզբից արեցինք, նույն ձևի շարունակում ենք։ Բոլոր կենտ շարքերը թարս են գործում, իսկ զույգերը շախմատի ձևով սկզբից 1-ից 3 ենք հավաքում, իսկ մյուս շարքը արդեն սկզբից 3 հատն են գործում իրար հետ։ Տեսնում եք, որ ոչ մի բարդ բան չկա։ Կարևորը, որ շատ օրիգինալ ու զոռա ստացվում։ Նայեք։ Չկան սիրունա։ Ու մի բան էլ ասեմ, եթե գործվածքը լվանակ, սա պետք չի հարթուկել, որպեսզի այս վիպուկլի մասերը դուրս եկած տենց սիրուն մնան, բուկլեն։ Էսի հաց թելնա, իսկ սա ասեն բարակ թելովա, նայեք, սետկայի նման շատ սիրուն բան է ստացվում։ Եթե ձեզ հետաքրքրեց, թողեք ձեր մեկնաբանությունները, հետևեք իմ կանալին, ես ձեզ մյուս վիդեոյում ցույց կտամ ավելի հետաքրքիր ու զոր իտալական ռիզինկա, նայեք։ Սա է շատ սիրուն է, մահմադ ասենք յուբկաներ, կարճ յուբկաների վրա արտակարգ է երևում։